Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է նոյեմբերի 24-ի համար, բոլոր տարվա ծնված նշանների համար իհարկե։ Մեկ-մեկ լինում է, որ ժամերը չի լինում, մեկ-մեկ լինում է, որ լինում է, հա, դուք ուշադրություն դարձեք ուղղակի ժամանակի հետ է կապված, որ չեմ հասցնում ուղղակի օրեր են լինում, որ շատ ուժամի եմ գցում տեսանյութերը, եւ արդեն ժամանակ չի լինում անգամ գրելու ժամերը։ Կարող մի փոքր առաջ տալ եւ ձեր նշանը բնականաբար երևում է, հա, որ գցում եմ եւ վերջացնում եմ, սպասում եմ, նայում եմ եւ այդտեղ կարող եք արդեն կանգ առնել։ Եվ իհարկե օրը երկուշաբթի է։ Սկսվում է աշխատանքային շաբաթը, վերջին շաբաթն է նոյեմբերի եւ տեսնենք մեզ ինչ է սպասվելու։ Գնանք առնետներին։ Ինչ է սպասվում առնետներին նոյեմբերի 24-ին։ Հարգելի առնետներ, այդ օրը կարիերայի բարձրացում ունեք, բայց այդտեղ նաև ձեր զույգը կամ ընտանիքի անդամներն են ինչ-որ մի հարցում դեմ, միգուցե կարիերայի բարձրացումը դա կախված է օրինակ գնալ մեկ այլ երկիր աշխատելու, մեկ այլ քաղաք աշխատելու, կամ ավելի երկար աշխատելու, հա ինչ-որ մի բանի հետ է կապված, որ ընտանիքում կարող է վեճ լինել դրա հետ կապված։ Դա նաև կարգավիճակն է, եւս կարող եք շատ ուժեղ վիճել, դրա համար ուշադիր այստեղ։ Սպասում եք ինչ-որ մեկին, բայց տատանվում եք, մինչև այդ, հա, կգա արդյոք թե չի գա կամ կլինի արդյոք թե չի լինի։ Նաև այստեղ երկար սպասված ամուսնության առաջարկը ոմանք կստանան կամ կանեն, նաև հրավերք առիթի, հարսանիքի, հա, նաև նշանադրության կարող եք ինչ-որ հրավիրատոմ ստանալ կամ այդ տեղեկատվությունը ստանալ, կամ իմանալ, որ ինչ-որ մեկը ամուսնանում է, որ երկար եք սպասել, որ այդ մարդը ամուսնանայի վերջո։ Ինչ-որ մի բան է ուշանում, միգուցե նաև հարսանիքն են հետաձգում, ինչ-որ մարդիկ կամ միգուցե դուք եք հետաձգում մոտապես 2 ամիս եւ ավել, ամանորից հետո դա արդեն։ Եվ հանդիպում կամ շփում կունենաք որևիցե տղայի հետ, միգուցե նոր ծանոթություն է սա ոմանց համար։ Այսքանը ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ցուլերին։ Ինչ է սպասվում ցուլերին նոյեմբերի 24-ին։
Հարգելի ցուլեր, տարվա ծնված ցուլերը։ Ինչ-որ բան է ձեզ մոտ ուշանում, դա կտևի մոտապես մինչև 1 ամիս։ Նաև գողը ամանոր, մինչև ամանոր այդպես։ Ինչ-որ բանի եք օրվա ընթացքում եւ նույնն է սպասում, կսպասեք կամ ինչ-որ բանի եք սպասում, կարիերայի մի փոքր աճ ունեք, շատ չէ, բայց այն ինչ-որ թեթև շարժ կարող եք նկատել առաջ խաղացում, օրվա վերջ տատանվում եք, հետո ծանր ու թեթև եք անում, անընդհատ տատանումների մեջ եք, անընդհատ մտածմունքների մեջ կարող եք լինել, եւ այստեղ հենց օցերի պատճառով կարող եք որևիցե հնարավորություն ձեր ձեռքից բաց թողնել, կամ որ իբրև թե իրենց աչքին լավը երևակ, կամ իրենք կարող են դրթել ձեզ, որպեսզի այդ ինչ-որ բան է, որ բաց եք թողնում։ Դե կարող է նաև լինել նոր ծանոթություն ոմանց համար աշխատանքի ընդունելություն կամ ինչ-որ մի բան է, որը ձեզ կհեղափոխեն իրենք։ Եվ դրանից հետո եւս կսկսեք տատանվել, թե ինչու օրինակ լսեցի իրեն կամ կարող եմ արդյոք վերականգնել, թե ոչ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք վագրերին։ Ինչ է սպասվում վագրերին նոյեմբերի 24-ին։ Հարգելի վագրեր, այդ օրը հանդիպում կամ շփում կունենաք ոչ տղայի հետ, կամ նոր ծանոթություն է ոմանց համար, եւ նաեւ ինչ որ կին է, ում հետ եւս կարող եք հանդիպել կամ շփվել, այդ կինը այդքան էլ լավը չէ, բնավորությամբ այդքան էլ լավը չէ, ինքը չար կին է, չգիտեմ ձեզանից ինչ է ուզում, եւ կտրուկ որևիցե քայլ կարող եք անել, այստեղ որևիցե տղամարդու հետ կապված, դա կարող է լինել պաշտոնավոր անձնավորություն, որտեղ այստեղ կարող է երգեսանի պահեր եք նկատում եւ ինչ-որ բան կարող եք նաեւ ասել կամ ինքը ինչ-որ մի բան անի, ինչ-որ անսպասելի ձեզ համար եւ մտածեք, որ ինչ-որ մի տեսակ այն չէ, ձեր նկատմամբ ուրիշ ձև է տրամադրված, որ 2:30 ունի իրոք։ Եվ օրվա վերջ ոչ խոչընդոտներ կարող են լինել։ Այսքանը ձեզ համար Եվ այստեղ կարող է ինչ-որ կտրուկ քայլը նաև լինել, օրինակ մոտենա ձեզ, խոսի, ծանոթանա ձեզ հետ, կամ իմանաք, որ գալիս է, եւ այնտեղ ձեր կողքը իբրև մարդիկ կան, ովքեր ուրախանում են։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Ամեն մարդու մոտ մի ձև է սա լինելու, օրինակներ այդքան դե համար շատ չեմ բերում։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք նապաստակների։ Ինչ է սպասվում նապաստակներին նոյեմբերի 24-ին։
Հարգելի նապաստակներ, այդ օրը առաջ խաղացում ունեք, զարգացում, ինչ-որ գործեր կարող եք մղել առաջ, բիզնեսը մղել առաջ, հա ինչ-որ բաներ են, որոնք որ իրենք իրենց կզարգանան, հա, առաջ կգնան։ Տատանվում եք այստեղ, ժամի հետ կարող է կապված է, ինչ-որ ժամ ասեք ինչ-որ մեկին, կամ կհասցնեք արդյոք այդ ժամին, կամ ինչ-որ բան է, հա, որ ձեզ տանջում է, կամ կարող ուզում եք ինչ-որ բանի ժամերը փոխել, կարող հանդիպման եք ժամ եք ուզում փոխել։ Օրվա ընթացքում ուրախ կլինեք, բարձր տրամադրություն կունենաք, գումար կստանաք կամ գումար կծախսեք, բայց երեկոյան ինչ որ խոցված սիրտ է, հա, այստեղ մարդը ինչ որ բանից նեղվել է, ինչ որ դեպրեսիվ վիճակ է, ինչ որ մեկը նեղացրել է, հա, կամ սա միայնակության զգացում է ինչ որ մեկի մոտ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք վիշապներին։ Ինչ է սպասվում վիշապներին նոյեմբերի 24-ին։ Հարգելի վիշապներ, այդ օրը կարող ձեզ քնից հանել, կարող հյուր գա, վերկանաք, նստեք սեղանի շուրջ, կամ ավելի շուտ պետք է արթնանաք, որ պատրաստվեք, որովհետև սեղանի շուրջ եք նստելու, կամ երկար կմնաք քնած։ Հետո վիճում եք ինչ-որ մեկի հետ, հենց դա է կարող է ուղղակի հյուրի պատճառով կարող ձեզ քնից հանում են, կամ նման ինչ-որ բաները։ Օրվա ընթացքում ժամը ձեզ համար շատ կարևոր է, պես արեք, որ չուշանաք, նաև կարող ինչ-որ մեկի հետ ժամ պայմանավորվել։ Եվ առաջ խաղացում ունեք, զարգացում ձեր գործերում, ձեր բիզնեսում, նաև հեռախոսազանգ ունեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք օձերին։ Ինչ է սպասվում օձերին նոյեմբերի 24-ին։ Հարգելի օձեր, այդ օրը բավականին էմոցիոնալ կլինեք։
Նաև խոչընդոտներ կան, դրա համար եք էմոցիոնալ, հա, ոնց որ ուզում եք այդ խոչընդոտները հաղթահարեք։ Նաև կողը սիրո հետ է կապված, սիրային ժամադրության հետ է կապված, ձեր երկրորդ կեսի, ձեր հարազատների հետ։ Միգուցե ուզում եք ինչ-որ մեկին սիրո խոստովանություն անեք, ասեք ձեր զգացմունքների մասին, չի ստացվում, հա, ոնց որ անդադ ինչ-որ պահեր կան, որ չեք կարողանում ասել։ Կամ այդ ամեն ինչը կապված է ձեր եւ ձեր սիրելի մարդկանց հետ։ Օրվա ընթացքում բավականին շատ աշխատանք կունենաք, նաև ոչ մասնագետի հետ կարող խոսել, ինչ որ կարող աշխատանքին է վերաբերվում, հարցազրույցի գնալ, հանդիպել պետական աշխատողի հետ եւ բիզնեսը, հա, ինչ որ ունեք բիզնեսը եւ այլն, այդ ամենը կարող առաջ տանել։ Եվ ոմանք առանձին նաև կարող են հանդիպել ոչ մասնագետի հետ։ Կարող հաշվապահ, կարող վարսահարդար եւ այլն։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ձիերի։ Ինչ է սպասվում ձիերին նոյեմբերի 24-ին։ Հարգելի ձիեր, այդ օրը ոչ լուսավոր մի բան տեղի կունենա ձեզ հետ, էմոցիոնալ կլինեք, ուրախ կլինեք, տրամադրությունը կբարձրանա, եւս էլ ինչ որ ուրախությունը բավականին երկար կպահպանվի։ Եվ օրվա ընթացքում էմոցիոնալ կլինեք, ինչ որ ելք եք փնտրում եւ հույսով եք, որ այդ ելքը կգտնեք այդ հարցին լուծում տալու համար։ Ասեն այսպես էմոցիոնալ ձևով պատրաստվում եք դրան։ Եվ երեկոյան կամ շուտ եք պարկելու քնելու կամ ուշ, նաև ինտիմ հարաբերությունները ոմանց համար։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք այծերին։ Ինչ է սպասվում այծերին նոյեմբերի 24-ին։
Հարգելի այծեր, նաև ոչխար է կոչվում տարով։ Այդ օրը ոմանք աշխատանք կգտնեն, ոմանք աշխատանք կփնտրեն, հարցազրույցի կգնան, շատ աշխատանք ունենան, պատվեր կընդունեն, բիզնեսը առաջ կտանեն, նաև սա հանդիպում է պետական աշխատողի հետ։ Եվ ինչ որ մի կին է, ով որ իրոք ինքը ձեր դիմաց լավ կին է, բայց երկերեսանի մարդիկ կան, կամ ձեր մայրն է, ում կողքը կան երկերեսանի մարդիկ, ուղղակի նա չի նկատում դա։ Այդ օրը մի փոքր այդ իրենք ավելի շատ կերևան։ Եվ կտրուկ ոչ քայլ կարող եք անել, կամ դուք, կամ ինչ-որ մարդիկ, կամ հա ինչ-որ անսպասելի մի բան տեղի կունենա։ Նամակ կստանաք, SMS, փաստաթուղթ, տեղեկատվություն, ինչ-որ մեկ այդ նամակը գրական կապի մեջ կլինեք, ճանապարհ եք գնալու, կամ ինչ-որ մարդիկ են ձեզ մոտ գալու, եւ կամ գերհոգնած եք լինելու, մի փոքր տխուր կարող եք լինել, կամ ինչ-որ մի բանից եք նեղվել, ինչ-որ մեկն է կամ ձեզ նեղացրել է եւ այնպես կարող եք ինչ-որ մելամաղձոտ վիճակ լինի ձեզ մոտ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Հարգելի, գնային կապիկներին։ Ինչ է սպասվում կապիկներին նոյեմբերի 24-ին։ Հարգելի կապիկներ, այդ օրը ինչ որ մի բան է ձեզ տխրեցնում առավոտյան կամ այդպես մի տեսակ եք արթնանում, թթված, միգուցե երազից է, միգուցե լավ չեք քնել, նաև օրվա ընթացքում կմտածեք, ծանրութ թեթև կանեք, ինչ որ բաների մասին եք մտածելու, ինչ որ մեկի մասին եք մտածելու, նաև գումար այդ օրը կամ կծախսեք, կամ նաև գումար կստանաք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք աքաղաղներին։ Ինչ է սպասվում աքաղաղներին նոյեմբերի 24-ին։ Հարգելի աքաղաղներ, այդ օրը որոշ խոչընդոտներ կան, նաև երկերեսանի մարդիկ կան, ովքեր որ կարող են ձեզ հեղափոխել կամ ինչ-որ մտքեր առաջացնել ձեզ մոտ, սկսեք տատանվել,
Նաև տխուր եք, կարող է հեռախոսազանգից է կամ զանգարեք ինչ-որ մեկի հետ խոսեք այդ տխրությունը անցնի կամ հեռախոսազանգն է, որը ձեզ տխրեցնում է։ Օրվա ընթացքում եւս որևիցե հնարավորություն կարող եք ձեր ձեռքից բաց թողնել։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք շների։ Ինչ է սպասվում շներին նոյեմբերի 24-ին։ Հարգելի շներ, այդ օրը ինչ-որ մեկ հետ կարող եք վիճել առավոտյան։ Նաև հույս ունեք, հույսները դել եք ինչ-որ մեկի վրա, հույսով սպասում եք, հա ինչ-որ պահեր են, եւ այստեղ ինչ-որ բան կարող է փուչկի նման պայթել, որևիցե գաղտնիք կամ ինչ-որ փուչիկ բաներ կարող են լինել, որևիցե առաջարկներ, խոստովանություններ, բայց դրանք ամեն ինչը փուչիկ են, դրանք ճիշտ չեն։ Նաև օծեր կան, նախանձ մարդիկ, չար վերաբերմունք եւ ոչ էլ լուսավոր մի բան տեղի կունենա ձեզ հետ, որ ձեր տրամադրությունը կբարձրացնի։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք վարազներին, խոզերին։ Ինչ է սպասվում վարազներին նոյեմբերի 24-ին։ Հարգելի խոզեր, վարազներ, այդ օրը տատանվում եք, ինչ-որ մի բան ձեզ տանջում, ծանրութեթև կանեք, նաև օծեր կան, օծային վերաբերմունք, նախանձություն, չար մարդիկ են։ Օրվա ընթացքում երկարսպասված ոչ նամակ կստանաք, տեղեկատվություն, փաթեթ, ինչ-որ փաստաթուղթ կարևոր, ոչ լուսավոր մի բան տեղի կունենա, որը որ ձեզ շատ կուրախացնի, ձեր տրամադրությունը կբարձրացնի, եւ նաև ինչ-որ հնարավորություն կարող ձեր ձեռքից բաց թողնել։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։